Տիկին Արիաննա, չեք ուզում զանգեք ինձանից ներողություն խնդրեք, հա, որ ես ճիշտ էի, իսկ դուք սխալ էիք, որ այդ նպատակով փորձել էիք կապնվել Ռուսաստան մի մարդու հետ, որ իմ ձայնը կդրեր, հա, բարև ձեզ ժողովուրդ ջան, հետաքրքիր զարգացումներ են գնում, կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի գաղտնի աջակիցների եւ ծառայողների վերջը մոտիկանում, հա, նրանց կանադառնամ, դրանք են Եվս Վարդան Ղուկասյանը, Արդակ Աֆրիկանսկին իր ակունամատատա հեքիաթներով, Գուրգեն Սիմոնյան եւ դեմ են բոլորին։ Հիմա ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ձեզանից շատերդ գրեցիք, ուղարկեցիք այդ Արիաննայի եթերը, հետո այդ դրա հետ կապված այդ ամեն ինչը, որ տես դու ճիշտ էիր։ Մի մարդ նույնիսկ գրեց ինձ բանի վրա Telegram եմ ասում, Messenger-ի վրա, որ ասում է ես քո հետ համաձայն չէի, ես էս բանն եմ քեզ գրել, ներողություն դու ճիշտ էիր։ Արդակ Աֆրիկացին շարլատանը։ Իսկ Արիաննա դու ունենալով իմ համարը դու ինքդ էիր փոխանցել Ռուսաստանում այդ մարդուն, որ ինձ հետ կապնվի։ Դու որ այն ժամանակ խելոք լիներ, ինձ զանգեր, ասեր Կոստա ջան, ինչ ա եղել, ինչ ես վիրավորում մեր սուրբ բանին, էլի, փրկիչին, էլի, Աֆրիկացի Քենիայի փոխ ոստիկանապետ, ոնց էիր ասում։ Միգուցե ես քեզ բացատրեի ավելի շուտ աչքերդ բացվեր։ Այսօր քեզ օգտագործված չզգայր այսքան ժամանակ։ Ու քո հետևորդն էլ չասեր, բա մենք քեզ ենք հավատում։ Զարմանում եմ, էլի, դու հասուն կին ես, Արիաննա։ Արդեն դու պետքա քո աղջկան, քո զավակին դաստիարակես, 15 տարեկան աղջիկ չես, որ խափնվեց ինչ-որ մի տղայի խոստումի 15 տարեկան աղջիկը կարող է խափնվել, էլի հրապուրիչ ինչ-որ մի տղայի կամ սրիկայի, բայց ոչ թե հասուն կյանք տեսած կին է, էլի, կյանքի փորձ, պրակտիկա ունեցող։ Դու չես տեսնում, որ դա ավանտյուրիստ է, դա Աստա Բենդեր էր։ Ես նրա հետ խոսացել եմ, տեսեք, 10 րոպե, այդտենին Արիան երթյալների հետ գաղափարի շուրջ, որ փորձում էի համախմբեի կրկին մարդկանց։ Ես տեսա, որ սա ստախոս է, մուտիլովշիկ է, ին դեմը կրուտիտ էր լինում։ Ես դա շատ լավ հասկանում եմ։ Իմ մոտ միգուցե այդ 6-րդ գայարանը ինչա, որ ռուսասումա չույկա ունեմ ես, էլի, չույու, պատլոխ, էլի, զգում եմ։ Միգուցե զանգիր խիզախություն ունենայր, ինչ-որ աստղային հիվանդությամբ չտարապեի, ոնց որ շատերն են մեր մոտ, էլի, ասեիր, մի հատ ինչ ա եղել աղբեր։ Համարս էլ ունեցել ես Արիաննա։ Ինձ այդ մարդը ասեց դու ես փոխանցել իմ համարը, որ ինքը ինձ զանգի։ Դու գիտեիր, ես իրա, ասենց ասած, հովանոցի տակ եմ աշխատում Ռուսաստան։ Շատ հարգանքով մենք խոսացինք, ոչ մի բան չկա։ Ես աշխարհում երկու բանից եմ վախենում, մեկ սարդերից, մեկ ատամնաբուժներից, հա։ Բա որ ես վախենայի չխոսա, էլի։ Ու սա է մեր բանը, էլի, այ մեր մոտ տեսեք ինտելիգենցիան ով է ձևավորել, ով է հասարակության հետ խոսում։ Մարդիկ, որ ընդհանրապես ինտելեկտ բացակայում է։ Ու զարմանում եմ, ոնց ենք մենք այսօրվան հասել։ Սրա պատճառը նա է, որ մեր մոտ ինտելիգենցիան դարձել է բան, թամադա։ Չի եղել, էլի, թամադա են դարձել։ Իսկ թամադաները, որ գործը խլել է ինտելիգենցիան, գցենք, գնացել դարել են բան, մտավորական, էլի, հասարակության հետ են խոսում։ Որ նայում եք համացանցում ինչա կատարվում, մեծ մասը 6-րդ դասանի կրթություն անգամ չունեն, բայց տեսեք, տգետը հեշտ հասկանում է անգրագետին, տգետին։ Սովորական բացում նայում եք, թե ինչքան բաժանորդագրված աջակիցներ ունեն, ու նայում եք խելացի մարդիկ կան, որ այնտեղ 10-15 հազարից ավել մարդ չի հետևում, գցենք, կամ 6000, 5000, մտավորական է, խելացի։ Բայց տեսնում եք մի հատ անգրագետ, որ նստած արա, որ 5 րոպե հետը խոսես, դու ընդհանրապես կխայտարակվի, էլի, մի անգամից ցենց համացանցում։ Տեսնում ես այդ մարդկանց այնտեղ 100,000-ով մարդ է հետևում։ Բայց մեջները ու այս ձևի մարդիկ ուղղորդում են հասարակություն, սրանք ուզում են երկիր հեղաշրջում անեն, ինչ որ երկիրը նորմալ ռելսերի վրա դնեն, տենց չի լինում։ Լևոն Հարությունյանը, տեսնում եմ, խոսում է, խաբվել է, ворց չէր տեսել, հենց գիտեր ворց է գտել, բայց պարզվեց այդ ворցը էք է։ Դատար գրպանով։ Այս ամեն ինչ ես նույնը ասել էի, անցած տարի էր կարծեմ։ Ամիսներ առաջ, հիմա չեմ էլ հիշում։
Օրելիք նիշիբրոդային ինք շատ լավ փորձել է, ասենց համակրելի է, տեսեք, ես ասում եմ, բոլոր սրիկաները լինում են համակրելի։ Բոլոր խափեփաները շատ գեղեցիկ արտաքին ունեն։ Աստապ Բենդերը դες օրինակ։ Այս մարդը ընկած Գագիկ Թադևոսյանի միջոցով ռասկրուտկա եղավ։ Նա էլ փոխնախագահը սկզբում բանի այդ Քոչարի կուսակցության հետո եկավ այստեղ Արյաննայի դամարը բռնեց ընդեղ Լևոն Հարությունյան փորձում էր սենց գադար գրպանով այդ մարդու համար ասում են արա մի քանի հատ տուն ունի վարձով տված կարծեմ բան Դուբայ մուբայ ունի ինչ որ առած գույք ունի դրանով է ապրում սաղսը այդքան ախպեր ապրում են այդ մի քանի տան վարձով էլի սենց ու վերջ իսկ այստեղ հենց էին ներկայացնում դեմքեր են բաներ են Ալ Կապոնեներ են էլի ես կրիմինալին դեմ չեմ բան եմ ասում Սերժ Ջիլավյանն էլ տեսեք կրիմինալ չէր կամ Սվոյ Ռաֆը դրանք մարդիկ են որ կապ չունի թե որտեղից են դուրս եկել կարող է հայրենասեր լինեն երկրին նվիրված լինեն բա Արյաննա սպասում եմ տեսնեմ երբ է զանգելու աղջիկ ջան ունեցի խիզախություն ասա ներողություն խնդրի այդ արածիդ համար ու տեսեք այստեղ ինչ է հիմա հետաքրքիրը որ ես Նիկոլի թևը թուլանում է ու ես հիմա մի բան կասեմ մեր ընդդիմությանը սա շատ լավ տարբերակ է եթե մեր ընդդիմությունը սենց եսի նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին ուրիշները չկան տեսեք էսա դաշտում մեկ էլ Սամվել Կարապետյանին ավելի շուտ Նարեկ Կարապետյանին ես Նարեկ Կարապետյանի մեջ ավելի շատ եմ ինտելեկտ տեսնում կներեք ես քան Սամվել Կարապետյանի մոտ դրա համար եթե նրանք ճիշտ լինեն կարող են իրավիճակ փոխեն որտեվ տեսնում եք աֆրիկացու ռեյտինգը ընկել է լրիվ ցածր մակարդակի էլ չկա ռեյտինգ վերջացրեց Աբրի Արյաննան ուրեմն սրանով թուլանում է Նիկոլը սա Նիկոլի հայտարարությունն էր այդ ՔՊ-ի որ Գյումրի երկուս չի կրկնվի որ նրանք ունեն գաղտնի մարդիկ ես այդ ցուցակը հրապարակել եմ դա է Վարդան Ղուկասյանը Արտակ Աֆրիկացին Նարեկ Կարապետյանը մեկ է բանը դեմ են բոլորինը որ գոնե 4% է դրանք ձայն տանեն կամ 5% արդյունքում ստացվում է 20% ձայն կամ 18 եւ այդ 18% ձայնը որ գումարվի օրինակ Նիկոլ Փաշինյանի ձայներին արդեն մեծամասնություն է լինում էլեմենտար մաթեմատիկա բայց այս րոպեին Վարդան Ղուկասյանի ռեյտինգը ես նայում եմ այնտեղ կան 1.7%-ի սահմաններում է պատտվում Արտակել ընդհանրապես չունի ռեյտինգ բանը չունի ռեյտինգ չեն կարողանում աճացնել դեմ են բոլորինը ինչքան էլ այնտեղ Սպայդերմենի այդ շորերով ման գան այնտեղ Հայկ Մանասյանը փորձի մի բան փոխի սա որ խոսում է 100 հոգի մարդ է լսում մնում է Գուրգեն Սիմոնյանը նրա ռեյտինգն է մի քիչ բարձր բայց եթե այսօր ճիշտ աշխատեն նրա ռեյտինգն էլ կզրոյացնեն լրիվ քիչացնեն ու ուզենան կարող են փոխեն իրականություն Նիկոլին հաղթեն ու հիմա այ այս որ խոսում եմ ես ընդդիմության հետ եմ խոսում ուրիշ չկա ուրիշ տարբերակ չկա դուք որ ժողովրդի հետ հիմա անկեղծանաք Նարեկ Կարապետյան դուք իմացեք ճիշտ խոսալը շան տղություն չի ազնիվ որ լինեք դա ձեզ պատիվ կբերի ես շատ զզվանքով լսեցի այն բառերը որ նիկոլական այդ թիմը հայտարարեց որ ինչի ձեր ընտանիքից 26 տղամարդը ոչ մեկ չգնաց պատերազմ չզոհվեց գոնե չվիրավորվեց էլի այ ասենց այս արտահայտությունը սա ստոր արտահայտություն է տեսեք նույն Նիկոլ Փաշինյանի թիմի մեծամասնությունն էլ բանակ չծառայած են չեն մասնակցել նա բարոյական իրավունք չունի նույնիսկ դա ասի էլի ինքը Նիկոլ Փաշինյանն էլ բանակում չի ծառայել հիմա Նարեկ Կարապետյան այստեղ դուք կունենաք այդ խիզախությունը որ ուղիղ տեքստով ասեք որ իրականությունը ինչ է եղել Հայաստանում մենք բոլորս գիտենք որ կար երկրում երկու կաստ է մի կաստան որ պետքա գնար բանակ ծառայեր դրանք չլուտ քասիբ sense համբալ մասն ասեմ էլի ես էլ եմ այդ մասայի մեջ եղել վիրավորական չընդունեք ես էլ եմ ծառայել բանակ այ Նիկոլը համբալ մասա չի եղել նա չի ծառայել մենք մի տարիքի ենք համարյա Տարոլ Մարգարյանի տղան Տարոլ Մարգարյանն Անդրանիկ Մարգարյանի տղան եւս մեր տարիքի է նա եւս համբալների այդ կաստայից չի եղել դրա համար չի ծառայել բանակ սա վիրավորական չընդունեք դրա համար
նստիր Խոստովանի, ճիշտ ասա ժողովուրդ ջան, սա սենց է դրված եղել։ Կար մի կաստա, որ գնում էր բանակ, կար մի շերտ, որ ծառայում էր, կար, որ գնում էր սովորում էր, նստում էր տանը, կրթություն էր ստանում։ Որտեղ բանակից հետո, հավատացեք, շատ դժվար է գնալ կրթվելը, սովորել միտեղ, վերականգնել այդ ամբողջ գիտելիքը, քննությունների մասնակցել։ Ու ճիշտ է արել քո ծնողը, որ քեզ չի թողել գնաս բանակ, քեզ ազատել է։ Ես ինքս այդ ձև եմ վարվել իմ տղայի հետ։ Ես անբարոյական կլինեմ, եթե ինչ որ մեկին դրա մեջ մեղադրեմ։ Անբարոյական կլինեմ։ Ամենավերջի աղքատ մարդը, եթե ունենար հնարավորություն կամ բան, նա եւս այդ նույն քայլին կգնար։ Պետք չի լինել նախանձ։ Ու հիմա Նարեկ Կարապետյան, դու այսքանը կհայտարարես, դու այդ որ բանակը սարքել են ինչ որ մի product սրիկաների ձեռքում մանիպուլյացիայի համար։ Այսօրով բանակը մանիպուլացնում են այդ թեման, մենակ սրիկաները։ Տեսեք, շքերթ են անում մայիսի 28-ին, կրկին բանակի հաշվին ձայներ շահելու համար։ Պարտված մարդով, պարտվելա բոլոր հարթակներում, համ դիվանագիտական, համ ռազմական, համ քաղաքական, շքերթ անում, որ սա է։ Խոսա Նարեկ Կարապետյան, ասա մարդկանց, ճիշտ է ասա հա չենք ծառայել, որտեվ տենց է եղել դրվածքը, ընդունեք ձեր սխալները, մեղանչեք, ու միգուցե ասում եմ, դա ձեզ հակառակը օգուտ տա, դա ձեր ռեյտինգը բարձրացնի, ազնվության հաշվին, որ այս 35 տարի ոչ մեկ ազնիվ չի խոսացել մարդկանց հետ։ Ես ինչի եմ որոշում կայացրել, օրինակ, նույն տեղա գնամ Հայաստանից այդ երեխայից խաթեր, տղայիս համար, որտեվ ես տեսել եմ այս հորիզոնում այս պատերազմը, ու որ պատերազմ, որ պետք է լինի խայտարակ պարտություն։ Սա շատերն են տեսել, ավելի հեռատես մարդիկ։ Գնդի գրավումը, քարորյա պատերազմի այդ արդյունքը, այդ փակ դռների ետևը խոսակցությունները, գցենք նույն Ադրբեջան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Մինսկի խումբ, թե ինչեր են պայմանավորվել ու ժողովրդին ինչեր խաբել։ Այն պավլիկները, որ կանգնում ասում են գնդի գրավման ժամանակ այդ տղան, արյունով գրավածը արյունով պետք է ետ տանք։ Ես ասեցի, առհա ես ձեզ իմ երեխի արյան գնով չեմ տա, որ հետ տակ իմ երեխու արյան գնով, էդ էլ արեցին։ Դրա համար, եթե դուք հիմա կարողանաք համախմբվեք, ես հիմա հղում եմ անում ես վերջին Արտուր Համբարձումյանի բառերին, որ հարցազրույց ուներ, ալիքը ո՞րն էր, հիմա մոռացել եմ, բանում, մի խոսքով, որ ասեց, բերեք ճիշտ բան, վարչապետի թեկնածու։ Այս նույնը առաջարկեց բանն էլ, Էդմոն Մարուկյանը եւ Արտուրն էլ Համբարձումյան, Աճապահյանին ասում է, ընդդիմությունը թող համախմբի, Աճապահյանին հայտարարի բան, վարչապետի թեկնածու։ Գնացեք այս քայլին, անկեղծացեք մարդկանց հետ, բոլոր սխալները բացահայտեք, կանգնեք, խոսացեք, ասեք, որ այդ 60%-ը ձեր համար տնից դուրս գա, թե չէ 60%-ը տնից դուրս չի գալու։ Բոլորդ այսօր փորձում եք ինչ որ թատրոններ ներկայացնեք այդ 40%-ի ձայների համար, որ այդ 40%-ից ինչ որ խլեք իրար մեջ անեք այդ ձայները։ Անկեղծացեք, բերեք նորմալ վարչապետի թեկնածու, չգիտեմ, Աճապահյանը համաձայն չի, բերեք այդ մարդուն ասեք հայտարարեք, որ վարչապետի թեկնածու է։ Բերեք, ես այս առաջարկը, որ արել է հենց բանին, Լևոն Բաղդասարյանին, Արտաշես Ալեքսանյանին, պրեզիդենտի թեկնածու, կայացած մարդու, որ ժողովուրդը հավատան։ Այն ձևի մարդկանց հետ համագործակցեց Ռոբերտ Քոչարյան, Նարեկ Կարապետյան, որ հասարակությունը հավատա, ձեզ չեն հավատում, օլիգարխներից զզվում ենք մենք։ Մենք շատ լավ գիտենք, թե դուք ոնց եք դարձել օլիգարխ, էլի։ Այս 60%-ը, որ հաստատ գիտի։ Դրա համար գոնե ինչ որ ձեր այս ողբերգության մեջ, այս արյան մեջ, որ ես հոսեց, այս ձևի այս գերեզմանը, լսեք, փորձեք մեղանչեք, էլի, ձեր այդ ինդուլգենցիա առեք, էլի։ Ներդրում արեք այդ ձեր ինդուլգենցիայի այդ թղթի մեջ, էլի, որ վաղը մյուս օր ով գիտի, եթե հավատում եք, որ բարձրանաք վերին Երուսաղեմ, փորձեք մտնեք, էլի, որ ասեք մի լավ բան արել ենք, լսեք, մենք կոնչենի տականքներ չենք եղել։ Եթե մի քանի հատ ճիշտ քայլա դուք անեք իրար հետ, ընդդիմություն, հավատացեք, այս Նիկոլի, այս ստի վերջը կտակ։
Նիկոլը այսօր փորձում է ձևանա իբր ինքը ժողովրդի ծոցից դուրս եկած է, բայց ոչ։ Պետք չի ձևանալ։ Ժողովուրդը շատ լավ էլ հասկանում է, նա այն ձևի ավտոշարասյուններով է ման գալիս, ոնց որ Վլադիմիր Պուտինը լինի Մոսկվայում։ Ես որ տեսնում եմ Հայ-Հայաստան, ասում եմ, արա, այս շուտ եղել եկավ, այստեղ չտեսի պես տեսավ, ախրանի պետին ասեց, ես էլ եմ ուզում ասենց լինեմ, ոնց Վլադիմիր Վլադիմիրովիչն է պատտվում։ Վնգալեն, բանով, սենց շվոցով, միգալկեքով։ Ես շատ լավ եմ հիշում Ռոբերտ Քոչարյանին, Սերժին, նրանք երկու ավտոյով ման գային։ 3 ավտո շատ։ Մի հատ դիմացից, մի հատ հետևից ու վсё, առանց ինչ որ սիգնալների, ձայների։ Հա, մի հատ ոստիկան կկանգներ, փողոցը կփակեր, ենի կմտներ բան գցենք, Բաղրամյան 26 բանով գալիս բարձրանում էր, ինչ էր անունը, Դեմերճյանով։ Ու վերջ։ Ես ինքս տեսել եմ Ռոբերտ Քոչարյանին դուրս գալուց մեքենայից, ասեց մի պա փողոցը փակեցին, ինքը մտավ HSB բանկի բանկ ռուսական VTB բանկը։ Այդտեղ կանգնեց մեքենան մի անգամ։ Մի պա փողոցը փակեցին մի քանի վայրկյանով, հետո ավտոները գնացին։ Դա համար Նիկոլը կեղծ է, այս ամեն ինչը կեղծավորություն է, որ տեսնում ես դուրս է գալի, մի զոր թիկնապաների հետ ման է գալի, թատերականացված ինչ որ մարդիկ են մոտիկանում խոսում։ Անկեղծ եղեք, ասեք, մենք այս կաստայից ենք, մենք բանակ չենք ծառայել, մենք ամենաառաջի օրվանից այս Հայաստանի ստեղծման, ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը։ Ես ասեցի, մենք բոլորս մի տարիքի ենք, էլի, ես եմ Նիկոլ Փաշինյանն, ակցենք Աշոտյան բան, Տարոն Մարգարյան։ Ասեք, մի մասը ծառայել է, մի մասը չի ծառայել բանակում։ Ճիշտ է, նստեք խոսացեք ու ձեզ ավելի դա աչոք կտա, ասենց ասած, ավելի կհարգենք։ Դրեք մի բան փոխեք, իսկականից որ մարդ հավատա այդ 60%-ը տնից դուրս գա։ Տեսնում ենք, սրիկաները մաքրվում են այնտեղ, Արդակ Աֆրիկացի, Վարդան Ղուկասյան, չունեն ընդհանրապես ռեյտինգ, են մեկի թուլանում է, Նիկոլն է թուլանում։ Նրանց տապալումը Նիկոլի տապալումն է, հասկացեք։ Հիմա չգրեք դոգ վարչապետ, որ գրում են այդ անուղեղները։ Ինձ էլ ուղարկում են, տես 75% ռեյտինգ ունի ինչ որ դոգը։ Այդ դոգը ոչ մի ռեյտինգ էլ չունի, սրա համար է ասում, պետք է Եվգենիկա բազմացվի, էլի Եվգենիկան կիրառվի Հայաստանում, որ այս են հիմարները, որ հավատում են այդ ռեյտինգներին, սերունդ չտային, սերունդ չդաստիարակի, որտեվ դեբիլը դաստիարակում ավելի շատ դեբիլի։ Դեբիլ գենետիկորեն ընտանիքում երբ հայր եւ մայր դեբիլներ են, զավակն էլ է դեբիլ ծնվում։ Բանի այդ մեթոդը պետք է կիրառվի Սինգապուրում ոնց է։ Խրախուսում են խելացիներին, որ նրանք կրթություն ստանան, նույնիսկ ամուսնանալ բարձր IQ ունեցող մարդիկ իրար մեջ, իսկ ապուշներին հակառակը, որ դեբիլներ չցրթեն, փող են տալիս նույնիսկ։ Հենց որ էլ չգերեք իմ մոտ Վարդան դոկ վարչապետ էլի այդ հիմարները։ Որդերը շարժվում է գլխիս էլի։ Ասում հասցեները իմանամ, գնամ սրանց բան անես էլի։ Ամորձահատես։ Ծառի քոքը այդ գենետիկը ծառի քոքը կտրես, որ ընդհանրապես չբազմանա։ Մեկ հենց Վարդան Ղուկասյանն էր ձեր, այս բանակի թեման, որ սիրում են սրիկաները շոշափեն։ Կանգնում խոսում էր Դավաճան բանակից, Դավաճան զինվորականներից, քաղաքական վերնախավից 5 րոպե հետո զանգում էր, ալո ռազմական ոստիկանություն, ստեղ բանակից թռած մարդ կա, Տարեկ բանակ։ Դավաճանների ձեռքներ հանձնում։ Ու ես հարց գրեցի Վարդանին, կազմեցի, ասեցի դու որ ունենայր քո երեխային, քո զավակը, էլի, կտայր Դավաճան բանակի ձեռքը, այս Դավաճաններին դու կվստահիր քո երեխային, որ ուրիշներին ուղարկում ես բոլորին։ Չպատասխանեց այդ իմ հարցին։ 500,000 դիտում ուներ այդ հարցս։ Մենակ Facebook-ում 200 քանի հազար, այնտեղ չի ասված YouTube-ն ու TikTok կար ու ովքեր որ լելի բաժանում են տարածում։ Չպատասխանեց, որտեվ սրիկա էր։ Ու իրա միջև վերջի րոպեն ինքը իրա սրիկա լինելը, իրա խափեփա լինելը։ Ինքը ապացուցեց, ու որ ինչ որ միտեղ մարդ ասում էր, լսեք լավ էլի, միգուցե մի փոքր մեջը մի բան կա, էլի։ Չկար մեջը ոչինչ։ Չկար։ Դրա համար այսօր իրա ռեյտինգը 1.7% է։ Հենց որ հաղթանակի տարբերակ կա, սա կախված անդիմության մեր ազնվությունից, էլի, ինչ քայլի կգնա, ինչ քաղաքականություն կսկսեն վարել, ինչ ձևի ընտրապայքար կսկսեն տանել։ Գիտեմ, իմ խոսքը կհասնի իրանց, հասնում է, լսում են։ Հենց որ տեսնենք իրանց արձագանքը ոնց կլինի պատասխանը ժողովուրդ։ Այս րոպեի դրությամբ ասում եմ, ավելի լավ է նստեք
խալի լվանակ, բայց ընտրությունների չգնաք, էլի մի բան կթեք էլի։ Այս րոպեին ընտրելու տարբերակ չկա։ Այս րոպեի, այս հիմա ձայնագրում եմ հենց ժամը Ռուսաստանի ժամանակով 11:40-ը, օրը 24-ը 5-րդ ամիս 2026 թվական։ Հաջողություն։